Միքայել Սրբազանի պաշտպանական խմբի անդամ Փաստաբան Մարինե Ֆարմանյանի հետ։ Մի քիչ էս դու կտաս sense բահում։ Դու այն կողմից ես գաս։ Տիկին Ֆարմանյան մի վարքան Տիկին Ֆարմանյան վերաբերյալ ինչ սպասենք փետրվարի 6-ին փաստացի որոշումը դատարանը կհրապարակի նախ ինչով եք պայմանավորում այն հանգամանքը որ այսօր չհրապարակվեց սա մեկ եւ ինչ եք ակնկալ եք սպասել տեխնիկական տեսանկյունից իհարկե եղել են դատական պրակտիկայում դեպքեր երբ որ դատարանը խորհրդակցել է եւ արագ որոշում է կայացրել բայց քանի որ այս գործով գիտեք հա շատ մեծ բարդություններ կան առաջի օրվանից սկսած եւ գուցե օբյեկտիվորեն հա դատարանը որոշակի հարցեր քննարկելու անհրաժեշտություն ունի ես առիթ եմ ունեցել ասելու որ եթե փաստաբանները արդարադատության ակնկալիք չունենան դատարան չեն կարող մտնել հետեւաբար լիահույս լինենք որ վերաքննիչ դատարանը այս կազմով նախ խափանման միջոցին վերաբերող արդարացի որոշում կկայացնի մեր ամենամեծ ակնկալիքով խափանման միջոցը ընդհանրապես կվերացնի եթե մեր ամենամեծ ակնկալիքը չիրագործվեց գոնե քրեադատավարական հարկադրանքի մյուս միջոցները ինչպիսիք են տնային կալանքը վարչական հսկողությունը բացակայելու արգելքը համակցված գրավով դա նույնպես կիրառելի է եւ գուցե դա կիրառման այդ ուրեմն խափանման միջոցների կիրառման հնարավորությունը առաջանա ամեն դեպքում հասկանալի է որ կոլեգիալ մարմնի փոխարեն կանխադատողություն փաստաբանները չեն կարող անել մենք իրականացրեցինք պաշտպանություն ամբողջ ծավալով հիմա սպասենք դատավորների հերթն է իրական արդարադատություն իրականացնել մեկ վարքան Տիկին Ֆարմանյան բացառիկ միջնորդություններին անդրադառնալով մերժվեցին միջնորդությունները ամեն դեպքում օբյեկտիվորեն այդ կոնկրետ եւ Վաչե Մարգարյանի դատավոր հարցով է մամուլում այտենց աղմկահարույց հրապարակումներ եղել եւ նախագահող դատավորի հետ կապված փաստացի ինքն էլ հենց նշեց որ այո մի դեպքում բացառիկի միջնորդությունը իր կողմից ընդունվել է այս դեպքում ինչու է այդ ընտրովի հանգամանքին բախվեցինք եւ ինչու օրինակ այս անգամ այդ որոշումը չկայացվեց նայեք Միքայել Սրբազանի գործի առաջին օրվանից մենք ընտրովի արդարադատության ճիրաններում ենք ամեն ինչ ընտրովի է կատարվում եւ դա քաղաքական հետապնդման ամենավառ դրսեւորումն է ինչպես գիտեք երկրի վարչապետը ուրեմն 2025 թվականի հունիսի 27-ից երբ որ Սրբազանը արգելանքի վերցվեց դեռ պետք է հա արգելանքի վերցվեր արդեն իր Facebook-յան էջով սկսել էր իր քաղաքական ճնշումները եւ դա իր արդյունքը բացասական իմաստով տվեց թե ինչու են ընտրովի արդարադատություն անում դրա պատասխան պետք է արդարադատության մարմինները արդարադատության մարմինը պնդում է այսօր օրինակ Սրբույր Գալյանը ասուլիս էր տալիս եւ փաստացի այնպես ստացվեց իր ասածից ուղիղ չեմ մեջբերում ամեն դեպքում ասվածից ստացվեց որ սովորական հանցագործների հետ գործ ունենք որովհետեւ այս պահին Հայաստանի Հանրապետությունում չկան քաղաքական բանտարկյալներ եթե լինեին օրինակ ԵԽԽՎ-ն այդ արձանագրումները կաներ Ես այսօր ի հակադարձում Սրբույր Գալյանի հարցազրույց եմ տվել ու ասել եմ, որ ինքը իրականությանը չհամապատասխանող եւ իրենց այդպես պատրանքային իրավականության ֆոնն են, հա, երկրում ստեղծում, իսկ որ երկրում հակաիրավական գործընթացներին այլևս հաշիվ ու համար չկա, որ մենք ունենք բազմաթիվ քաղբանտարկյալներ եւ որ գիտեք նույնիսկ կալանքի դատավորն են նույնը ինչի մասին է խոսում Տիկին Սրբույր Գալյանը Միքայել Սրբազանի առողջական վիճակի վերաբերյալ խնդրում ենք մեկ-երկու Հարգելի գործընկերներ, ես պատահականորեն չի, հա, որ չեմ հրապարակել ուրեմն ախտորոշումները եւ այն բժշկական միջամտությունները, որոնք որ իրականացվել են Սրբազանի նկատմամբ, ձեզ ասենք, որ վիրահատության անհրաժեշտություն է եղել, վիրահատվել է Սրբազանը, հետ վիրահատական բարդ շրջանը հաղթահարել է, հետո 2026 թվականի հունվարի 19-ին վատ ինքնազգացողություն է ունեցել, նորից հետազոտություններ են արել, ամսի 26-ին հունվարի նոր միջամտություններ են արել եւ երկրորդ եւ տարբերվող, հա, ներկա ուրեմն առողջական վիճակից տարբերվող բժշկական միջամտությունը պլանավորվում է 2026 թվականի փետրվարի 10-ին։ Եղավ շնորհակալություն։
Все.